ներկայացան Կոտայքի մարզի ԱԶ Չէ, ինձ Երևարդ էին դարել, Երևարդի բաժին էին դարել։ Երևարդի բաժին էին դարել։ Ինչ է, ինչ։ Ճիշտ ասած, լրիվ անհետեցություն էր։ Փորձում էին զենք գտնել տունը։ Հետաքրքիրն է, որ 4 օր առաջ էին եկել։ Ասենք պատերազմից հետո սա 7-րդ անգամն է, որ գալիս է մեր տուն։ Ես իրանց լոգիկան չեմ հասկանում, թե ասենք ինչ են մտածում, իրանց կանալուց հետո ես պետք է առնեմ տանը բայեմ։ Առավելևս որ 4 օր առաջ եկել են, էլի ինձ չեն գտել։ Հիմա չհասկացա, ամեն դեպքում տանը եղած ծերագիր նյութեր արգելավեցին։ Ինչ էր վերած այդ նյութերում, փաստաթղթերում։ Հեղաշրջման պլանը կար։ Սեմինարի, Ծաղկազորի սեմինարի 2 տարվա առաջվա սեմինարի հետ կապված նյութեր էր։ Ինչ թեմայով սեմինար էր։ Սեմինարը ճիշտ ասած գրագետ պայքարի հետ կապված էր սեմինարը։ Հա։ Հեղաշրջման պլանից հեռու չէր։ Մի բան ասեմ ձեզ, ուրեմն Երանի թե լիներ հեղաշրջման պլան, ես դա իրանց էլ ասի։ Երանի թե ինչու մեջ որ հիմա փորձում եք մեղադրել ինձ, Երանի թե լիներ, ցավոք չկա այդպես բան, բայց ես ցավում եմ որ չկա։ Ցավում եմ։ Դրական կարգի տապալման մասին եք։ Սահմանադրական կարգը տապալողը արդեն տապալել ընդեղ նստած է։ Եկեք ճիշտ իրենց անունով կոչենք։ Սահմանադրական կարգը տապալողը դա Նիկոլ Փաշինյանն է, տապալել է 2018 թվականին, բռնազավթել է իշխանությունը, դատարանները, դատական համակարգը, ուժային համակարգը, քանի չէ նստած 5 րոպե մեկ SMS է ստանում։ Չի կողմնորոշվում ինձ համ վեգայի կարգավիճակով է թուղթը տալիս, համ մեղադրյալի կարգավիճակով ինքը չգիտի, հիմա ինձ բերել այնտեղ վեգա թե մեղադրյալ թե չգիտի, այսինքն ինչի մասին է խոսքը, մենք պետքա սահմանադրական կարգը տապալենք, մենք եթե մեզ հաջողվի, պետքա վերականգնենք սահմանադրական կարգը, որը որ տապալվել է Չէ, ես ոչ մի բան չեմ լսել, ինձ մի անգամից հեռախոսս արգելավեցին, ես այդ պահին փորձեցի ամեն դեպքում ուղիղ եթերով հայտնեմ, որ ներխուժել են, հիմա չգիտենք էլ ովքեր են։ Չէ, ժամը 8-ին։ Առավոտ ժամը 8-ին։ Դիմակավորված ԱԱԾ-ական։ Չէ, դիմակավորված չէին։ Ուղղակի ներկայացան Կոտայքի մարզի ԱԱԾ-ն եւ քնչական։ Հետո որ հարցնում է ինչի համար, ասին մենք տեղյակ չենք, մենք օգնող ուժն ենք։ Մեզ քանի որ ուժերը չին բավարարել Այսինքն եկել էին դեպքի վայր, ենթադրյալ դեպքի վայր, բայց հիմնական գործը անողները չէին եկել։ Հա, հիմնական իրենք արեցին, բայց իրենք ոնց որ տեղյակ չեն, էլի, որ շուշուտ SMS բան էին ստանում, ասում է ես ինչ հա, ասում են վարույթ ուրիշ տեղա, մենք ուղղակի եկել ենք օգնելու։ Բայց մնացիք ժամը եւ ձեզ ինչ պատճառաբանեք։ Դե հիմա մի 20 րոպե առաջ, կես ժամ առաջ եմ դուրս եկել, առավոտվա 8-ից, մեղադրանք չի առաջարկվել, մեղադրանքի մեջ ամեն դեպքում գրված է ահաբեկչական գործողություններ։ Ահաբեկչական, հենց ահաբեկչություն բառը գրված է, այն որ կներեք, բայց փետրած հավից իզաղնել է գալիս, ասենք, ինչ ահաբեկչության մասին է խոսքը, անգամ եթե ճանապարհներ, ինչ ցայնագրություններ։ Կոմիտեն ցայնագրություններ էր ապարակել գնդակահարության, բնաջնջման մասին խոսակցություններ են։ Ասում եմ 2 հոգու գնդակահարենք 15 հոգի, 15-ին էլ փակես, մյուսները բան կանեն։ Լավ, ասենք չեն կարա մոնտաժանեն սարքեն հրապարակեն։ Իրանց խոսեն մոնտաժանեն սարքեն։ Բագրատ Սրբազանի ձայնն է լսվում։ Ես մի հատ բան ասեմ ձեզ։ Ես Բագրատ Սրբազանին շատ սիրում ու հարգում եմ, իսկապես ինքը շատ ուժեղ մարդ է, շատ լավ մարդ է, բայց այս ինչ որ հիմա իրան փորձում են վերագրել, ինքը դրանից կիլոմետրերով հեռու է։ Ինձի որ վերագրեն հələ միտեղ կարող ասենք, թե ասեմ ճաղանացած ժամանակ ասել եմ, բայց դե չեմ անի։ Բայց որ Բագրատ Սրբազանին ես չեմ լսել, բայց այդպես բան ինքը կիլոմետրերով հեռու է, այդ մարդը ասենք հիմա Ձեզ բաց թողեցին, ինչ պատճառաբանեցին Կոտայքի մարզայինից։ Ճիշտ ասած, որ ասեմ բան են պատճառաբանը, չեն պատճառաբանել։ Ներքևից զանգեր եկա, որ արդեն փաստաբանները բան եկել են, դե մենակ էին տարել, ինձ մենակ արգելավել էին, ոչ էլ տեղս դες գիտեին։ Փաստաբաններ բան ասեց լավ, իջի, հələ ես ասի հեռախոս չունեմ, բան չունեմ, կարողա տաքսով չեմ կարող գնալ, ասեց չէ, սպասում եմ փաստաբանները, բան չեն ասել։ Ու մեկ էլ ասին, որ ուզենանք քեզի գտնենք նորից, ոնց գտնենք, մի հատ երկրորդ համար թող, ես այդ երկրորդ համար եմ թողել, որ դենց ուզենամ։ Ու դուրս եմ եկել։ Ձեր մասով այսքանով ավարտվել է ամեն ինչ։ Ես չգիտեմ, դե ավարտվել է, դե չի ավարտվել։ Բայց ինչ ասում էին անհեթեթություն է։ Անհեթեթություն, բացարձակապես։ Նիկոլ Փաշինյանի բանն է, երեկվա այդ պլանը, որ ասում եք հեղաշրջման, դրա շարունակությունն է։ Բնականաբար ինքը երեք դա պրոստը տակ հենց այնպես չհրապարակեց։ Բնականաբար հասկանալի էր, որ դա հրապարակելուց հետո այսօր հետևելու են գործողություններ։
Եվ հիմա իրենք անում են, հիմա տեսնենք։ Պարոն Ան Չախալյան ներողություն է ձայնագրությունների մեջ ինչ որ բջոտ տղերքի բան անելու, կոնսոլիդացնելու, մոբիլիզացնելու պլանների մասին խոսք կար։ Դուք տեղեկություն Ասած ես ոչ ձայնագրություն լսել եմ, ել եմ ասում հերախոսս արգրավել են, ոչ էլ ես հավատում եմ, որ դեն ձայնագրություն կա։ Ես ել եմ ասում նույն ահազարականների հետ եմ խոսում, էլի ես իրանց տեղնել եմ ամաչում։ Ես այսօր նեղվեցի, ճիշտ է։ Մի հատ իմ երեխեքին չի ասենք, ես հենց վիճակ տեսնեն, հա, մտել են առավոտ դուս քնած երեխեքին քնած ասենք հանել ենք, որ իրենք երեխեքի մաշակալների տակը ստուգ են ասենք։ Ինչի համար, էլի։ Նրա համար, որ ես ընդդիմադիր եմ, հա, դրա համար, գիտեք, ախր ինքը բացարձակապես ախր իր մասին չարժեր խոսել, բայց մարդ ով որ ինքը ասում է որ ինքն էլ քաղաքական հեզաբնդյալ է եղել, հալածյալ է եղել ժամանակին, չէ՞։ Ախր մարդ ով որ թեգուզ անցել է այդ ամենի մեջ, ճիշտ է, ինքը չի անցել։ Ոնց կարող ես դու, ասենք անհիմն կերպով, հետո էլի եմ ասում, ախր հարազատներ ջան, նոյեմբերին 20 թվականի նոյեմբերին դիմադրության շարժման ժամանակ Գագիկ Ծառուկյանին, Վանեցյանին, Իշխանին ձերբակալեցին, ինձ էլ ձերբակալեցին դարան 1000 անգամ ախր ճիշտ անհասկանալի է։ Հետո Հայաքվեին ձերբակալեցին, Հայաքվեի անդամները ինձի տարան։ Ոչ ինչ ձերբակալություն կա, գալիս տանում են ու չեն կարող հոդաբաշխ բացատրեն, թե ինչից են վախենում։ Նիկոլ, կարող եմ այդ ստատուս գրես, ասես թե ինչից ես վախենում։ Վախերիդ մասին մի հատ խոսես։ Պարոն Չախալյան, դուք որ ասում եք ձեր տանից փաստաթղթեր են, հա, թղթեր են վերցրել։ Թղթեր։ Ռացիաներս են վերցրել։ Ռացիաներս են վերցրել։ Հարցը չտվեցի։ Հա, ազավեք։ Ասեցիք թղթեր են վերցրել, որոնք գրագետ պայքարի մասին էին, հա։ Այո, Կնկարագրեք բովանդակությունը ընդհանուր ինչ էր գրած, ինչ պետք է արվեր։ Չէ, հիմա տեսեք։ Նախ մենք դոնց շատ ոչ բեռնի իշխանապողության հետ կապված մենք փորձում ենք, ասենք, մեր կամքականներին, մի կարևոր բան էլ ասեմ, էլի։ Ես ներկայացնում եմ հայկական արժեքների պաշտպանության կամ հասարակական նախաձեռնությունը։ Ես շատ սիրում հարգում եմ, էլ եմ ասում, Բաքրատ Սարփազանին, Սարփազան պայքարի բոլոր մասնակիցներին, բայց կամքը ինքը առանձին կառույց է։ Կամքը Էլ եմ ասում, ես մեղադրանքները մի քիչ բերեին, կադագով եմ ասում, հիմա բան չանի, կարող է կամքի մեղադարին էլի կասեինք թե հա, բայց Սարփազան պայքարին, հա։ Հիմա ինչին են վերաբերում, ասենք ոստիկանները որ ձերբակալվում են, ոնց մենք ոնց ոստիկանների հետ ասենք շփվենք, ոստիկանը ինչու իրավունք ունի, ինչու իրավունք չունի։ Օրինակ որ այն օրը որ մտա ոստիկանը ֆուրի շոֆերին հարվածեց, ինքը այդ իրավունքը չուներ, եւ մենք կարող էինք պահանջատեր լինել, ինչպես որ ես պահանջատեր եղա եւ գոռացի որ ինչի եք հարվածում, ասենք վարորդին։ Գորալ ոստիկանի վրա։ Չէ, նարեկ։ Թողեք պատասխանի։ Մի վարգան, խնդիր չկա։ Ես հասկանում եմ, որ դուք մի քիչ փորձում եք այս աղետալի վիճակը, ոնց որ ասած, կիսածաղրական, չէ։ Որովհետեւ ես անգլիաց ասած, որ հիշեմ էդի 4 տարի առաջվա գրած թղթեր եք, որ ես ասեմ, ես ընդհանուր ասում եմ։ Այո, ընդհանուր ասում եմ։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա գորալ վրան գրած չի բնականաբար, Նարեկ ջան։ Ես չգիտեմ դու Սորոսի ճամբարում եղել ես թե չէ Վրաստանում։ Եղած կելն ես, հիմնականում շատ են տարել այստեղից։ Այնտեղ ինչ են սովորացրել, հիմնականում Սորոսի սովորածները առել ենք, անգլերենից թարգմանել ենք հայերեն ու սովորացնում ենք հիմա մեր երիտասարդներին։ Հայ երիտասարդներն էլ իրավունք ունեն, չէ՞ գրագետ պայքարելու։ Մենակ ասենք օդար երկրյա, ասենք չէ՞ իշտ եմ ասում։ Ավել բան գրած չի։ Պարոն Չախալյան, եթե դուք ուզում եք ես ասեմ, ես բարձր եմ գնահատում իմ հարցից խուսափելու ձեր հնարամտությունը, բայց արեք Սորոս, Պողոս, Պետրոս չխառնեն, կոնկրետ հստակ հարց եմ տվել, չեմ բարկացում կազմիցի։ Ասեք ինչ էր գրված այդ թղթերի վրա, որ ասում եք գրագետ պայքար։ Բառացի ես չեմ հիշում։ Ուղղակի երկու բառ խոսում եք, հետո Էլ եմ ասում, ոստիկանության ձերբակալության, ոստիկանության, չեղավ, արդեն ավել նորտեղ խոսում էլի։ Սիրո խոստովանություն կարողա ձեր վաճառումն անում, էլի։ Չէ, չարժի էլի։ Չէ, չարժի, անգես։ Չէ, ես հիմա Նիկոլ, քանի Նիկոլնա սիրո խոստովանություն անելու չունեմ։ Հենց Նիկոլը փոխվավ, հետո սիրո խոստովանության կանեմ։ Ձեզ բոլորին։ Անտուք քեզ ցավտան։ Փաստաթղթերը ձեր անձնական տվյալներն են կամ Այո, իմ կազմակերպչական դա հանրայնացվի, մենք Հոբիկ Աղազարյանի օրինակ։ Չէ, ես լրիվ մաքուր եմ, բացարձակապես, այդպես խնդիր չկա։ Ես մի բան եմ ասում, Երանի լիներ։ Ահա, Երանի, չգիտեմ, տեղյակ չեմ, անգեզ եմ ասում, ոչ ճանապարհն եմ իմացել, որ Սարփազանին են դարել։ Ես մի բան եմ ասում, Երանի լիներ, ինչա մենք մեր երկիրը պահելու իրավունք չունենք, պաշտպանելու իրավունք չունենք, եթե մենք հայտարարում ենք, որ ասենք մեր պետականությունը պաշտպանելու համար մենք պետքա պայքարենք, մենք իրավունք չունենք, ինչի մասին է խոսքը։
Ինչի մասին է խոսքը։ Այդ հրապարակված Ես եմ ձայնագրությունների մեջ չանալազած։ մի բան կա, պարոն Չախալյան ասում է խորը անասուն ազգը ամեն ինչ ուզում է լինի, սեփականատեր եւ հիմնադիր։ Ախր ցավը տանեմ, դուք բերել եք հիմա մի հատ շատ կասկածելի իշխանության, շատ կասկածելի քննիչների, շատ կասկածելի հրապարակում, որը որ ես չեմ լսել, ու ես փորձեմ մեկնաբանեմ։ Ախր Իսկ հետևողական կլինեք, որ սա միջազգային փորձաքննության ենթարկվեն այս ձայնագրությունները իրական են, թե օրինակ արհեստական բանականություն։ Ես իմ մասով ճիշտ ասած այդքան միջոցներ չունեմ, որ հետևողական լինեմ, կուզենամ լինեմ անշուշտ, բայց որ միջազգային ինձ անցած տարվա ձերբակալության հետ կապված արդարացրել են, ես այս պայն այդ գործը շարունակել չեմ կարող հիմա որ, բայց բնականաբար ես հույս ունեմ որ մեր կողմից, ընդդիմության կողմից նման քայլեր կձեռնարկվի, ես հուսով եմ։ Հիմա ձեզ եւ բաց թողեցին ասեցին գնացեք, թե ինչ որ պայմանով երկրից դուրս չգաք եւ այլն ինչ։ Ես 2018 թվականից չեմ կարողանում երկրից դուրս գալ, Նիկոլ Փաշինյանը երբ որ գնացել է Վրաստան, ինձ կանչել են այստեղ, կալանք են դրել, ինքը հետո գնացել է Ջավախք։ Դրանից հետո մի քանի անգամ ես երկրից դուրս գալ չեմ կարող արդեն վաղուց։ Դա դες խնդիր չի եղել։ Շնորհակալություն։